Արևմտահայ գրող անվանի մտավորական Արշակ Չոպանյանի ստեղծագործությամբ Վաչագան Ավագյանը հետաքրքրված է եղել դեռ 35 տարի առաջ, երբ գիտական ատենախոսություն է գրել։ Նրա գործունեությունը չի սահմանափակվում սոսկ, ազգային քաղաքական կամ մշակութային գրականագիտական շրջանակներում, շատ ավելի լայն է, թերևս չկա հայագիտության առնչվող որևէ ասպարեզ, որին Չոպանյանը անդրադարձած չլինի։ Եվ այդ առումով նաև նա հսկայական նյութ է տալիս եւ ներկա ուսումնասիրողներին եւ հավատացած եմ հետագա, որտեղ իսկապես անելիք բավականին կա։ Արշակ Չոպանյանի 150-ամյակին նվիրված մի միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր Թեկեյան կենտրոնը, Վաչագան Ավագյանը զեկուցում է կարդացել ու այդտեղ էլ մտահղացել ավելի ծավալուն անդրադառնալ Չոպանյանի Անահիտ հանդեսի հրատարակության երկրորդ շրջանին։ Առաջին շրջանի մասին գրականագետ Յուրի Ավետիսյանն արդեն գիրք գրել էր։ Չթաքցնեմ, բավականին ծավալուն է 1929 թվականից մեկնարկ առնելով մինչև 1946 թվականը, ճիշտ է, որոշակի ընդհատումներով, այնուամենայնիվ հսկայական նյութ էր, որը նախ ուսումնասիրելու կարդալու պահանջ պիտի դներ, գուցե մի քիչ անզուս լինեն, բայց խոստովանեմ համարներ կա, որոնք գերազանցում են 250 էջը, իսկ կարդալ, դասակարգել, համակարգել, հետո այդ ամենին գիտական վերաբերմունք բերել գնահատականներ խոստովանեմ այդքան էլ հեշտ չէր։ Համարյա թե 3 տարվա աշխատանք, որը արդեն առարկայացավ։ Թեկեյան մշակութային միությունը կազմակերպել էր Վաչագան Ավագյանի Արշակ Չոպանյանն ու վերածնված Անահիտ հանդեսը, գրքի շնորհանդեսը։ Հեղինակն անդրադարձել է մշակութային գրականագիտական հարցերի։ Չոպանյանի դերը շատ մեծ է նաև որպես ազգային քաղաքական գործիչ։ Նա Ռամկավահար կուսակցության առաջին ատենապետն էր, իր պահվածքով հայրենասիրության բացառիկ մի անհատականություն է, որը տեսեք Եվրոպայում ինքն էր, որ նախաձեռնեց հայդատը, ինքն էր իր նախաձեռնությամբ, իսկ այդ թվականներին ամենևին հեշտ չէր։ Ցավոք սրտի 36 թվականին 1936 թվականին արգելանք տրվեց, այսպես նրան խորհրդային Հայաստան գալու, վերջին անգամ եկավ 1932 թվականին կաթողիկոսական հերթական ընտրությունների կապակցությամբ, եղավ բնորանում, շրջեց, հմայվեց, ապրեց եւ այդ զգացողությամբ վերադարձավ Փարիզ երբևէ վերադառնալու մեծ ակնկալիքով։ Գրականագետ Արշալույս Գալստյանը նկատում է, որ վաղուց ժամանակն էր, որպեսզի Վաչագան Ավագյանը Արշակ Չոպանյանին վերաբերող իր բազմաթիվ հոդվածներն ամբողջացներ եւ գիրք դարձներ։ Ավագյանը հանգամանորեն ըստ էության ամբողջացնում է ոչ միայն Անահիտի, այլ նաեւ նրա հետ փոխկապակցված Արշակ Չոպանյանի ողջ այդ հատվածի գիտական կենսագրությունը, ինչպես նաեւ այդ կենսագրությանն արդեն առնչվող Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագրին ամենադաժան ժամանակահատվածներից ես նկատի ունեմ 30-ական թվականները, երբ պարզապես խոսելն ավելորդ էր, ինձ համար օրինակ գրքի ամենաարժեքավոր հատվածներից մեկը հենց 30-ականներին Չոպանյանի մոտեցմանը վերաբերում, Չոպանյանի գործունեությունը որպես գործիչ, ով կապված լինելով նաև քաղաքական կուսակցության հետ, միշտ հայտարարում էր, որ իր համար հայրենիքի շահը, հայրենիքը վեր է ամեն կուսակցությունից։ 1936 թվականին, երբ ԽՍՀՄ սահմանադրությունը նախաձեռնվեց, որտեղ անդրադարձ կար Անդրկովկասյան միության լուծարմանը եւ խորհրդային 3 հանրապետությունների ստեղծմանը, ասվում էր, որ Արցախը, Ախալքալաքը եւ Նախիջևանը պետք է անցնեն Վրաստանին եւ Ադրբեջանին։ Չոպանյանն այնքան համարձակ է եղել, որ նամակ է ուղարկել Բերիային, խնդրելով չանել այդպիսի բան, քանի որ դա հետագայում դառնալու է ազգամիջյան լարվածության լուրջ պատճառ, այդ պատմական հողերը թողնել Հայաստանին։ Զարմանալիորեն Բերիան պատասխանում է նամակին Չոպանյանի տպագրված Պրավդայում 1936 թվականի օգոստոսյան համարներից նա պատասխանում է եւ հեգնաբար գալիս Չոպանյանին, թե իբրև թե մի Չոպանյան դեռ ռուսերեն շարադրանքով բնականաբար իրավունք է առել ուղղորդելու մեզ, թե ինչպես վարվենք։ Ու 1936-ին Արշակ Չոպանյանի առջև խորհրդային միությունը պատնեշ դրեց։ Մեծ մտավորականի գրական ստեղծագործական ազգային քաղաքական գործունեությունը երկար տարիներ մնացել է նվազ ուսումնասիրված, մինչև որ Կարլեն Դալաքյանը գրել է իր կոթողային աշխատությունը Չոպանյանի մասին։ Սակայն այսօր էլ հետազոտական հսկայական նյութ կա։ Արշակ Չոպանյանի ժառանգության լիարժեք գնահատականը դեռ տրված չէ։